Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական և եվրոպական միությունների միջև ինչ սպասել վերջնագրին մոտեցող Ռուսաստանի կոշտ դիրքորոշումից։ Խորհրդարանական նոր բարեկրթությունը չի գտնում օրակարգը, կսմիթները շարունակվում են։ Ինչ կտա Երևանին Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, մասնագետների կանխատեսումը։ Հայաստանի քաղաքացի երեխաներին կարգելվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում, կրթական ինչ ճակատագիր է սպասվում հայ փոքրիկների։ Մոսկվայում ադրբեջանական համայնք գլխավորող Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը կպաշտպանեն միմյանց ցանկացած ագրեսիայի դեպքում Էրդողանի հայտարարությունը։ Միացյալ Նահանգները կհարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին, Թրամփի հայտարարությունը։ Ինչու են Հայաստանում և հատկապես Երևանում անշարժ գույքի գները աճում, բնակ թռիչքաձև թանկանում։ Բացահայտվել է կեղծ գործարքների բազմաստիճան սխեմա, նախկին դատապարտվածներին ընկերությունների ղեկավարներ են գրանցել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պաշտոնական Երևանի հետ խոսում է վերջնագրերի լեզվով։ Հայաստանի եվրոպական նախընտրությունն է շարժել ռուսական նյարդը։ Ուղիղ տեքստով են պահանջում ընտրություն կատարել Եվրասիական և եվրոպական միությունների միջև, ինչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանը չթույլատնի այս ճնշումը։ Ժամի անդրադարձը։ Եթե Երևանի Եվրոպական միության ուղղությամբ քայլելու որոշումն ընդունելուց հետո Մոսկվան Հայաստանի իշխանությունների առջև պահանջ էր դնում տրամաբանական, հետո արդեն նաև հնարավոր սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել, ապա հիմա արդեն չնայած պաշտոնական Երևանի մերժողական կեցվածքին, Ռուսաստանից նույնիսկ վերջնաժամկետներ են հստակեցնում։ Դաշնության փոխարտգործնախարարն օրերս էր հայտարարել, Հայաստանի ժողովրդի վերջնական որոշմանը կսպասեն մինչև տարեվերջ, ակնկալում են ամենաուշը դեկտեմբերին մեր մայրաքաղաքից պատասխան ստանալ։ Մնում ենք Եվրասիական տնտեսական միությունում, թե ճանապարհ ընկնում դեպի Եվրոպա։ Ռուսաստանը ասում է դուք ԵԱՏՄ-ում մնում եք, այնքանով որքանով որ ձեզ հարմար է, միջև նախապատրաստական աշխատանքներ անեք ու գնաք դեպի Եվրոմիություն, այսինքն դուք մեր հաշվին աստորեն ձեր համար փափուկ հարց եք ստեղծում, որ խնդիրներ չեն, բայց դուք գնալու եք։ Դե եթե գնալու եք, բերեք հիմա գնացեք, բերեք հանրաքվե արեք, որպեսզի ժողովուրդը որոշի, եթե ԵԱՏՄ եթե գնում, թե Եվրոմիություն է գնում։ Այն, որ Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական և եվրոպական միությունների միջև, այն, որ միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հայտարարում են, թե գիտեն, օրենքի ուժով դեպի արևմուտք շարժվելու մեկնարկն ազդարարելու առաջին իսկ պահից, բայց քանի դեռ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ անգամ չունի, ՔՊ իշխանությունն ասում է այստեղ ենք ԵԱՏՄ-ում, թեպետ այն ըստ Փաշինյանի հիմա նույնիսկ չի էլ գործում։ Իրենք ակնկալում են, որ մենք հիմա կատարենք ընտրություն երկու այլընտրանքների միջև։ Մենք ասում ենք, եւ ես էլ իմ ելույթում յատում, ասում ենք մենք քանի դեռ այն երկրորդ այլընտրանքը ձևավորված չի, մենք չենք կարող ընտրություն կատարենք։ Ես ասում եմ հիմա մենք ո՞նց հանրաքվե անենք Հայաստանը Եվրամիություն թե ԵԱՏՄ, որովհետեւ հանրաքվե անելու համար պետք է նախընտրական քարոզարշավ անել, չէ՞։ Այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ հարցեր են տալու, չէ՞։ Այդ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Այս մասին էլ գիտեն Մոսկվայում, բայց սա էլ չի ստիպում հրաժարվել Երևանի առջև դրած հանրաքվեի պահանջից։ Փոխարտգործնախարար Գալուզինը նույն հայտարարության մեջ հուշել էր նաև այն ձևակերպումը, որ նստիրեն պետք է լինի ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեի դրված հարցը։ Հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցության ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Շատ հավանական է, որ այդ ժամկետը թույլ չտան ԵԱՏՄ երկրները իրենց հաշվին ժամկետ ձգելու եւ կարող են շատ հանգիստ որոշակի որոշումներ ընդունել Հայաստանի անդամակցության հետ կապված։ Կարող են սառեցնել։ Ոնց որ Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, նրանք կարող են որոշել, որ սառեցնում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, միջև Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ուղղությամբ են իրենք ինտեգրվում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված կառույցի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումն անհրաժեշտ է ընդունել ողջամիտ ժամկետում։ Այստեղից էլ փաստացի օղակը սեղմում են, ըստ մասնագետների, մոտ է նաև Հայաստանին վերջնագիր ներկայացնելու պահը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
2026 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ նկատվել է ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ 0.5%, ինչպես նաև մի շարք ազգային ցուցանիշների աճ Հայաստանում 7.3%, Բելարուսում 7.2%, Ղազախստանում 5.1% եւ Ղրղզստանում 4.9%, այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Հայաստանում 12.1%, Ղրղզստանում 3.1%, Ղազախստանում 2% և Բելարուսում 1.5%։ Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարարները օրերս քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։ Տնտեսագետները, սակայն Ուկրաինան Հայաստանի համար երկարաժամկետ այլընտրանքային շուկա չեն համարում հիմնական խոչընդոտների թվում, նշելով պատերազմով պայմանավորված անորոշությունը, լոգիստիկ բարձր ծախսերը ու ուկրաինական արդյունաբերության սահմանափակ հնարավորությունները։ Նեն դեպքում երբ արդեն իրենք ռուսների հետ ունեն սանկցիոն պատերազմ իրավիճակ, դա կարծում եմ լավ տեղ չի տանում։ Ուկրաինական կողմի ու ռուսական կողմի տարբերությունը ուկրաինական ինքնարժեքը բարձր լինելու տարածության ճանապարհածախսը մեծանում է, սա խնդիր է։ Ոչ նույնատիպ արտադրանք, նույն անալոգային գյուղատնտեսական մթերք երկուսն էլ հավասարաչափ կարող են տալ, պարզապես ուկրաինական կողմի տրանսպորտային ծախսերը ավելի բարձր լինելու։ Հեռանկարը երկարաժամկետ չկա, որտեղ արդյունաբերությունը ուկրաինական սուրհալված տակը գտնվում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին, քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Հայաստանը ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը ըստ որոշ տվյալների կազմում է 1.5 միլիարդ դոլար։ Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է և կհանդիպենք քիչ անց։ Մոսկվայում ադրբեջանական համայնք գլխավորող Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը կպաշտպանեն միմյանց ցանկացած ագրեսիայի դեպքում Էրդողանի հայտարարությունը։ Հայաստանի քաղաքացի երեխաներին կարգելվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում, կրթական ինչ ճակատագիր է սպասվում հայ փոքրիկներին։ Խորհրդանական նոր բարեկրթությունը չի գտնում օրակարգը, կսմիտները շարունակվում են։ Ինչու են Հայաստանում և հատկապես Երևանում անշարժ գույքի գները աճում, բնակ վարձը թռիչքաձև թանկանում։ Շարունակում ենք թողարկումը։ Մոսկվայում ադրբեջանական համայնքը գլխավորող Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից, նա միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ կալանքի տակ էր, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել։ Այս տարվա հունիսին Հասանովը ձերբակալվել էր և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն։ ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ Մասկատի և Թեհրանի բանակցությունների մասին հարցին։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է բարձրացնի կապիտուլյացիայի սպիտակ դրոշը, ընդ որում ԱՄՆ նախագահը նշել է, որ որևէ ժամկետ չի սահմանում և չի շտապում։ Թուրքիան չի խուսափի պատերազմից, եթե ինչ-որ մեկը որոշի հարձակվել նրա վրա, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Իսրայելի հետ պատերազմի հնարավորությունը։ Խոսելով Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված Մեքքայի համաձայնագրի մասին, Էրդողանը նշել է, որ փաստաթուղթը կգործի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքով։ Եթե որևէ խնդիր առաջանա կամ հարձակում լինի, ապա այս երեք պետությունները կկարողանան համատեղ ձեռնարկել անհրաժեշտ քայլերը, դա կարող է լինել ագրեսիա Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի կամ Պակիստանի դեմ, անկախ նրանից, թե կոնկրետ որ երկիրը հարձակման կենթարկվի։ Եթե այս երեք երկրներից մեկը հարձակման ենթարկվի, ապա քանի որ նրանց միջև համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր գոյություն ունի, բոլոր երեք երկրներն էլ կկարողանան պաշտպանել միմյանց ցանկացած տեսակի ագրեսիայից։
Միացյալ Նահանգները ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է Իրանի պահապանների կորպուսի ղեկավարության հետ, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ Սպիտակ տան եւ Իրանի պահապանների կորպուսի ղեկավարության միջև ոչ պաշտոնական կապի ուղիների մասին է հայտնել ամերիկյան Axios պորտալը։ Ազգային ժողովի ձևավորման աշխատանքները դանդաղ են ընթանում, սա միակ հարցն է, որի շուրջ նորընտիր խորհրդարանում կոնսենսուս ունեն եւ իշխանականները եւ ընդդիմադիրները։ Իշխանական խմբակցությունից այսօր չեն բացառել, որ գուցե նիստեր գումարեն նաեւ շաբաթ օրերին։ Մինչեւ այդ որոշումը լինի, խորհրդարանում իշխանականները ու ընդդիմադիրները շարունակում են բարեկիրթ մթնոլորտում աշխատելու վերաբերյալ բանավեճը։ Նախագահողը այս 2 օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը, եւ այն մնացածը էլ չշարունակեն։ Բարեկրթությունը միանշանակ պետք է պահել եւ կպահվի, հուսով եմ։ Հայաստանի քաղաքացի երեխաներին կարգելվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում, Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները Ստամբուլի հայկական դպրոցների տնօրեններին հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի աշակերտների ընդունելությունը եւ առաջարկել նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։ Նկատենք, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին։ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորող Հայաստանի քաղաքացի երեխաները կարող են զրկվել այդ դպրոցները հաճախելու հնարավորությունից։ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել ազգային փոքրամասնությունների դպրոցներում։ Հայկական կրթօջախների ղեկավարներին էլ հայտնել են, թե Հայաստանի քաղաքացի աշակերտների ընդունելությունը արգելվում է։ Հնարավոր սահմանափակման վերաբերյալ մտահոգությունները Ստամբուլի հայ համայնքում վաղուց կային, հիշեցնում են մասնագետները։ Նրանց գնահատմամբ խնդիրը առնչվում է նաև Թուրքիան բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարգավիճակին եւ նրանց նկատմամբ վերահսկողության խստացմանը։ Ստամբուլում ասից ավելի հայկական դպրոց է գործում, հեսպանի դրությամբ է, որտեղ չէր թույլատրվում Հայաստանի քաղաքացիներին այդ դպրոցներում ներգրավվել։ Չի համար, որովհետև այդ դպրոցները ֆինանսավորում եւ ֆինանսական աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից։ Իսկ Հայաստանի քաղաքացիները հիմնականում անլեգալ են գտնվում այնտեղ։ 2012 թվականից իդեպ գործում էր կարգավորում, որով օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին այսպես կոչված հյուրաշակերտի կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեպետ առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Ըստ թուրքագետների, խնդիրը սկսվել է դեռևս 1990-ականների վերջից, երբ աշխատանք փնտրող Հայաստանի քաղաքացիների մի մասը Թուրքիան մնացել էր առանց օրինական կացության կարգավիճակի։ Թուրքիան տալիս էր վիզա, որը ոչ աշխատանքային 1 ամսով, Հայաստանի քաղաքացին գնում էր Թուրքիա, մի ամսվա ժամկետ անցնում էր, ինքը մնում էր այնտեղ, իրենք փաստորեն 2-3 առումով խոցել են։ Առաջինը այնտեղ ոչ լեգիտիմ կարգավիճակով են, երկրորդ Հայաստանի քաղաքացի են, այսինքն հայ համայնքին տրվող իրավունքներից դե յուրե զուրկ են, երրորդն էլ փաստորեն մնում էին առանց կրթության։ Հայկական դպրոցները առանց այն էլ գործում են պետական խիստ վերահսկողության ներքո, նշում են փորձագետները, քանի որ ուսումնական ծրագրերը թուրք տեսուչների կողմից ստուգվում են, ստանում են հաստատում, հետո միայն թույլատրում են դասավանդումը։ Իսկ կրթօջախների թուրք փոխտնօրեններն էլ մասնագետների խոսքով վերահսկում են կառավարման ամբողջ գործընթացը։ Փոխտնօրենը միշտ լինում է թուրք։ Այդ դեպքում ինքը կամ կապված է ինչ-որ հատուկ ծառայությունների հետ, կամ այդ հատուկ ծառայությունների աշխատակից է։ Տնօրենը հայ է, բայց իրական որոշում ընդունողը փոխտնօրենն է, որը պետության հետ կապ ունի։ Վերահսկումը հանգարց այնտեղ ինչ-որ հանրապետական բաներ չլինեն։ Մասնագետները նկատում են, այս ամենը կատարվում է այն ֆոնին, երբ հայկական կողմից ասում են, թե մեր հարաբերությունները Թուրքիայի հետ գնալով լավանում են, սակայն թուրքական կողմը փորձագետների պնդմամբ շարունակում է իր կոշտ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Մեր կողմից պետք է
դիվանագիտական խողովակներով փորձել թուրքերի հետ ամեն դեպքում լեզու գտնել, պետք է բանակցություններ սկսի որոշակի մեղմացումներ ակնկալելով, էլի, որովհետև մեր են այդ երեխաները, ամեն դեպքում մեր քաղաքացիներն են, կապ չունի դե հիմա այնտեղ են գտնվում, բայց նրանք կրթության իրավունքից զրկելը մեծ սխալ կլինի։ Հյուր աշակերտի կարգավիճակի վերացումը կարող է տարիներ շարունակ գործող կրթական հնարավորությունից զրկել Հայաստանի քաղաքացի երեխաներին։ Մասնագետների գնահատմամբ խնդիրը միայն նրանց իրավական կարգավիճակին չի վերաբերում, այն նաև Թուրքիայում հայկական կրթական միջավայրի նկատմամբ վերահսկողության խստացման հերթական դրսևորումն է։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում եւ հատկապես Երևանում անշարժ գույքի գները հետևողականորեն աճում են, հիմնական պատճառներից նշվում է բարձր պահանջարկը, մեծաքանակ գնորդների առկայությունը ու արտերկրից, այդ թվում Ռուսաստանից եկած մարդկանց հոսքը, որը կտրուկ մեծացրեց հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ։ Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել։ Վիճակագրության համաձայն աճում են գրեթե բոլոր ոլորտները, բացառությամբ գյուղատնտեսության։ Այս դաշտում հասկանալի պատճառներով էական խնդիրներ կան, որոնք իրենց զգալ կտան աշնանը, իսկ հիմնական շոկի քաշը, ինչպես եւ նախորդ տարիներին, մնում է կառուցապատումը։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.9%-ով։ Շինարարության ոլորտում աճը կազմել է 24.5%։ Ինչի հաշվին է տնտեսության այս ճյուղը շարունակում իր թռիչքային աճը։ Բնականաբար, դրա առաջին գործոններից մեկը բնակարանաշինությունն է։ Օրինակ, եթե անցած տարի 3600 մոտավորապես 3600 գործարք էր եղել առաջի կիսամյակում առաջնային շուկայից, այս տարի 9000-ի շուրջ է, մինչև 5, 6, 7 նույնիսկ 10 տարի տարաժամկետ են տրամադրում։ Կառուցապատողներ կան առանց կանխավճարի են գործարքների իրականացնում, վաճառքներանում, որը նախկինում չի եղել։ Անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության աճն ունի մի քանի պատճառներ։ Նախ, Մեծավոր Արևելքում տևական կոնֆլիկտը հանգեցրել է արաբական պետություններից հայկական կապիտալի արտահոսքին։ Թերակղզում անշարժ գույքի մեջ ներդրված գումարները հիմա ներդրվում են Հայաստանում։ Արդյունքում 2026 թվականի հունիսի դրությամբ Երևանի վարչական շրջաններում բնակարանների 1 քառակուսի մետրի միջին արժեքը կենտրոնում կազմել է 967,000 դրամ, Արաբկիրում 703,000 դրամ, Նոր Քմարաշում 562,000 դրամ, Դավիթաշենում 555,000 դրամ։ Ռուսաստանը բնակահայերի մոտ բավականին մեծ հետաքրքրվածություն կա Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ եւ այնտեղ էլ դե գիտենք իրավիճակը գնալով ոնց որ թե վատթարանում է եւ բոլորը դրական ձևով են նայում Հայաստանի տենդենսներին։ Վերջին ամիսներին ակտիվ լուրեր են տարածվում այն մասին, որ աշնանը Ռուսաստանում կարող են մասշտաբային հավաքներ սկսել ռազմաճակատի տարբեր հատվածներում հարձակման նպատակով։ Սրա արդյունքում դեպի Հայաստան հոսքերն են ավելացել։ Ներգաղթի այս աճն էլ հանգեցրել է բնակարանների վարձակալության ավելի մեծ պահանջարկի։ Համամասնորեն նաև ազդել է վարձակալության շուկայի վրա։ Էլի կարող եմ ասել 10-ից 15% գները բարձրացել են։ Այսինքն ինչ ես մտածում, ասում ես առնվազն լավ վարձով կտամ։ Եթե չէ, կվաճառեմ։ Առնվազն իրանից ներքև չեն վաճառի այդ գնից ներքև։ Տեսնում ես ոնց է աճում, էլի։ Դա տարած սպառվում է։ Կառուցապատման ոլորտում այս թռիչքային աճը բնականաբար ունի դրական էֆեկտ։ Կա աշխատուժի պահանջարկ, մեծ է շինանյութի շուկայում շրջանառությունը եւ այլն։ Սակայն այս ոլորտում կա մի էական խնդիր։ Փողերի ներհոսքն ու ներդրումների աճը կապված չեն մեր ջանքերից։ Այսինքն միջազգային ասպարեզում որոշակի փոփոխությունների արդյունքում գերտաքացած անշարժ գույքի շուկան կարող է նույն կերպ եւ սառչել։ Եվ Մերձավոր Արևելքում եւ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված միգրանտների մեծ ներհոսքը որևէ ժամանակ պետք է ընդհատվի, երբ խաղաղություն հաստատվի։ Հայաստանին ինչ կմնա։ Կմնան դատարկ տարածքներ, որոնք պետք է ընթացքում անընդհատ մտածել, թե ինչպես որ ոսկերով մարդկային լրացնել։ Այսինքն այս իրավիճակում պետության գերխնդիրը երկիր հոսող ֆինանսական միջոցներից ստացվող շահույթի հաշվին անվտանգության բացիկների ձևավորումն է, որպեսզի աշխարհաքաղաքական հնարավոր ցնցումները էական ազդեցություն չունենան երկրում անշարժ գույքի շուկայի եւ հետեւաբար տնտեսության վրա։ Աճը չի կարող լինել շարունակական։ Դրան միշտ հաջորդում են անկումները, շեշտակի կամ աստիճանական։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Բացահայտվել է կեղծ գործարքների բազմաստիճան սխեմա, նախկին դատապարտվածներին ընկերությունների ղեկավարներ են գրանցել։ Մետյո աշխարհ առավելապես կայուն երկինք ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։
Կարեն Դեմիրճյան փողոցում Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատվածը օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Գյուղացին այսօր Պոլնի խնդրի տակ է։ Արմավիրում գյուղացիները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը, պահանջելով լուծել բերքի իրացման ճգնաժամը։ Գյուղացիների խոսքով հատկապես դեղցը չեն կարողանում վաճառել։ Արտահանողները պատրաստ են այն գնել ընդամենը 100 դրամով, ինչը նրանց համար շահավետ չէ, իսկ բերքը փչանում է։ Նրանք պահանջում են հստակ պատասխան, ինչ է արվելու բերքի իրացման համար, քանի որ իրենց խոսքով նախորդ հանդիպումներից հետո որևէ գործուն լուծում չի առաջարկվել։ Համայնքապետը հայտնել է, որ քննարկվում է բերքի մի մասը չիր արտադրողներին վաճառելու, մի մասը արտահանելու եւ մնացածը մթերելու տարբերակը։ Գյուղացիները համաձայնել են երեկոյան Խանջան գյուղում հանդիպել ու լսել առաջարկները, սակայն վստահ չեն, որ խնդիրը կլուծվի։ Զինվորի ինքնասպանության գործով մեկ անձ կալանավորվել է։ Պատճառը ըստ նախաքննության եղել են քննելու շուրջ ծագած տարաձայնություններն ու հայհոյանքները։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, եւ նա կալանավորվել է։ Ըստ նախաքննության զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչի շուրջ զինծառայողների միջև տարաձայնություններ են առաջացել, հնչել են հայհոյանքներ, իսկ հետագա զարգացումների արդյունքում զինվորը ինքնասպան է եղել։ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվներ, պետությանը շուրջ 557 միլիոն դրամ վնաս։ ՏԵԿ-ը բացահայտել է կեղծ գործարքների բազմաստիճան սխեմը։ Ձևականորեն գրանցված ընկերությունների միջոցով առանց ապրանքների իրական մատակարարման կամ ծառայությունների մատուցման 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվար ցույց են գրվել 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ։ Ընկերությունները գրանցված են եղել հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով, իսկ փաստաթղթերով ձևակերպել են շինանյութի վաճառքներ ու շինարարական ծառայություններ։ Դրա արդյունքում իրական գործունեություն իրականացնող ընկերությունների մոտ արհեստականորեն նվազեցվել են հարկային պարտավորությունները, պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։ Ձեր բանկային հաշիվը կարող է ակամա ձեզ դարձնել հանցավոր սխեմայի մասնակից։ Քաղաքացիներին զգուշացնում են դրածո միջնորդների մասին։ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հանցագործները սոցիալական ցանցերի աշխատանքի հայտարարությունների կամ առցանց հարթակների միջոցով մարդկանց առաջարկում են հեշտ եկամուտ, նրանց բանկային կամ կրիպտո հաշիվներով գումար ստանալու, փոխանցելու կամ կանխիկացնելու դիմաց, երբեմն պահանջվում են նաև տրամադրել քարտի տվյալները, գաղտնաբառերը կամ հաշվի հասանելիությունը։ Սակայն նման գործարքները կարող են կապված լինել փողերի լվացման եւ այլ հանցավոր գործունեության հետ, իսկ պատասխանատվություն կարող է առաջանալ անգամ այն դեպքում, երբ անձը չի գիտակցել սխեմայի իրական նպատակը։ Քաղաքացիներին հորդորում են չտրամադրել իրենց ֆինանսական հաշիվներն ու մուտքի տվյալները եւ հրաժարվել նման կասկածելի առաջարկներից։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը։ Մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առավելապես կայուն պայմաններում։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 8-9։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 28 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 28-ից 33, Լոռիում 19-ից 23, Տավուշում 22-ից 26 աստիճան, Հարհրատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 35 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կդիտվի 26-ից 28, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 18-ից 20, ցերեկը 32-ից 34, երեկոյան 26-ից 28 աստիճան։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։